Հաշված օրեր են մնացել առողջության համընդհանուր ապահովագրության գործարկմանը։ Օրենքում սակայն դեռևս բազմաթիվ անճշտություններ ու հանրության համար անհասկանալի կետեր կան։ Առաջին հերթին քաղաքացիների շրջանում ծրագրի մասին իրազեկվածության մակարդակը ցածր է, նշում է Առողջության իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը։ Տեղեկատվությունը բավականին թույլ է, ինչքան էլ որ մեզ թվում է թե դրա մասին մարդիկ գիտեն, տեղեկացած են, սակայն այդպես չէ, որովհետև ուղղակի մեկ անգամ լսելով այս նորությունը հնարավոր չէ այդպես արագ հասկանալ, թե ինչ քայլերով, ինչպես է լինելու, մարդը ուր է դիմելու։ Նույնիսկ կարելի է անիմացիոն կամ տարբեր տեսակի այսպես մարզեցած ձևաչափով տեսահոլովակներ ներկայացնել եւ մարդիկ շատ ավելի հստակ իրենց քայլերը կիմանային։ Սոցիալական ցանցերում արդեն քանի օր է քաղաքացիներն ահազանգում են օրենքը հունվարից է գործելու, սակայն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից արդեն պահումներ են արվում առողջության համընդհանուր ապահովագրության համար։ Ծաղիկ Վարդանյանը նշում է կառավարությունն ըստ էության հետադարձ ուժ է տվել օրենքին եւ հրահանգել կազմակերպություններին դեկտեմբերից սկսել գանձել ապահովագրության վճարները, ինչը փորձագետի խոսքով հակասահմանադրական է։ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ այն իրավական նորմերի օրենքների դրույթները, որոնք բերում են տվյալ քաղաքացու համար վատ թարացում ֆինանսական եւ այլ առումներով, նրանք չեն կարող հետադարձ ուժ ունենալ։ Ծաղիկ Վարդանյանի խոսքով խնդիրը ոչ միայն այն է, որ մեկ ամիս շուտ են սկսել գանձել պետական ապահովագրության գումարները, այլև այն, որ նրանք, ովքեր նաև մասնավոր կազմակերպության ապահովագրություն ունեն, ըստ էության դեկտեմբեր ամսին կրկնակի են վճարել։ Մյուս խնդիրը, որի վրա ուշադրություն է հրավիրում փորձագետը, այն է, որ եթե անձը մեկից ավելի կազմակերպություններում է գրանցված աշխատում, բոլոր կազմակերպություններում նրա աշխատավարձերից պահվելու է ապահովագրության գումարը, եւ քաղաքացին պետք է դիմում գրի հիմնադրամում գանձված հավելյալ գումարը հետ ստանալու համար։ Իհարկե սա ոչ ճկուն մեխանիզմ է, առավել եւս այն պարագայում, երբ որ հարկային ոլորտը, հարկային համակարգը բավականին թվայնացած է այս պահին եւ շատ հեշտությամբ համապատասխան ծրագրերի ներդրումով, շատ թեթև փոփոխությունով հստակ կարելի է տարբերակել եւ առանձնացնել այն քաղաքացիներին, որոնք մեկից ավել աշխատատեղեր ունեն եւ դրվեր չափանիշներ, պայմանական եմ ասում։ Իհարկե օրինակ ամենաշատ աշխատավարձ ստացող տեղից պահում ենք անելու, մնացածում այս պահումները չիրականացվելու չեն։ Այս անգամ բոլոր պահումները արվում են, որից հետո հետ վերադարձի սկզբունք պետք է կիրառել, երբեմն որոշ դեպքերում դա լինելու է ըստ օրենքի դրույթների ամսական կտրվածքով, երբեմն եռամսյակային կամ տարեկան։ Գլխավոր խնդիրը, սակայն, նշում է Վարդանյանը, ոչ թե ապահովագրության գումարի պահման մեխանիզմն է, այլև այն, որ քաղաքացիները սպասարկվելու են առաջնային օղակում։ Պոլիկլինիկաները քաղաքացիների նման հոսքի ուղղակի պատրաստ չեն, ոչ բավարար թվով մասնագետներ կան, ոչ էլ տեխնիկական միջոցներ։ Ծաղիկ Վարդանյանը նշում է, հերթեր են առաջանալու պոլիկլինիկաներում տեխնիկական խնդիրներ համակարգում։ Ինչքանով կկարողանան պոլիկլինիկաները, այսպես ասած, դուրս գալ այս վիճակից, դա կախված է տվյալ կազմակերպության մարդկային ռեսուրսների հագեցվածությամբ եւ մասնագիտական հմտությունների ունակությամբ, ինչպես նաեւ տեխնիկական զինվածության չափից։ Կարծում եմ, որ մոտավորապես 60-65% պոլիկլինիկաներում բավականին լուրջ խնդիրներ է լինելու։ Արդյոք փաթեթով առաջարկվող ծառայությունների համար պետությունն ամբողջությամբ կվճարի, թե քաղաքացիները ստիպված կլինեն մասամբ վճարել առաջարկվող ծառայությունների համար։ Նախարարությունը դեռևս չի հրապարակել սահմանված արժեքներն ու սահմանաչափերը։ Եթե ուշադիր ուսումնասիրում ենք օրենքը, մեր այսպես ասած նորը թվված ապահովագրության վերաբերյալ օրենքը, ապա տեսնում ենք, որ կարմիր գծով գնում է համավճարների մասին այս թեզերը եւ հետեւաբար ամենայն հավանականությամբ, ինչու ենք այսպես ասում, որտեղ դեռևս չկա հստակ, բայց ամենայն հավանականությամբ շատ կիրառվելու է բավականին մեծ համավճարներ եւ այդ համավճարները ըստ օրենքում ամրագրված դրույթի կարող են հասնել ընդհանուր ծառայության արժեքի մինչեւ 50%։ Հատկանշական է, որ պայմանագրերը կնքվելու են կազմակերպությունների եւ հիմնադրամի միջև։ Վերահսկողությունն էլ իրականացնելու է նույն հիմնադրամը։ Ծաղիկ Վարդանյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում այստեղ։ Նույն հիմնադրամը պայմանագրերը կնքում է, նույն հիմնադրամը իրականացնում է հայտերի ընդունում, հայտերի հաստատում, հետո գնում է նորից սկսում է ստուգել ինքը։ Սա կոռուպցիոն ռիսկերով բարփակված, համեմված ճակերտներում այսպես ասած, օղակ է ստեղծվում, որը պետք է վերանայվի միանշանակ։ Կառավարությունն ու օրենքը հեղինակած առողջապահության նախարարությունը ընդունում են, օրենքում դեռևս բացեր կան, սակայն խոստանում են հնդածս լուծել բոլոր խնդիրները։ Որքան ժամանակ կպահանջվի առկա խնդիրները կարգավորելու համար դեռևս հարց է։